Բարև ձեզ հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Պոլիտիկայեմ կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի հետ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Զրույցը ուզում եմ սկսենք Նիկոլ Փաշինյանի Էստոնիա այցելության ընթացքում հնչեցրած մի քանի արտաքին ուղերձներից աշխարհաքաղաքական, երբ նրան ուղիղ հարցադրումը հնչեց այն մասին, թե արդյոք չի պատրաստվում Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց դուրս գալ, Նիկոլ Փաշինյանը փաստացի շարունակեց երկու աթոռին նստելու քաղաքականության դրսևորումը եւ պնդեց, որ իր արտաքին քաղաքականությունը ուղղված չէ մի կողմի դեմ եւ Հայաստանը շարունակում է ԵԱՏՄ անդամ մնալ ԵՄ անդամակցության գործընթաց է սկսվել այդ նախագիծը, որը օրենք դարձավ եւ այդպես շարունակ, բայց այդ հայտարարությունը նա արեց Էստոնիայում եւ արեց մոսկովյան այցելությանը ընդառաջ։ Նիկոլ Փաշինյանը վստահաբար այդ այցի ընթացքում փորձում է մոսկովյան այցից առաջ գոնե երեսատեղ թողնել իր համար, բայց նման քաղաքականությունը սովորաբար այդ գործիչների մոտ ճողվածք է առաջացնում, որովհետեւ հնարավոր չի այս իրավիճակում չունենալ կոնկրետ դիրքորոշում, ասել գիտեք, ես մի կողմում չեմ, ոչ էլ մյուս կողմում եմ, դա նորմալ կլիներ, եթե նա լիներ մի պետության ներկայացուցիչ, որը ռազմավարական դաշնակցային փաստաթղթավորված հարաբերություններ չունենար մի կողմի հետ։ Այսինքն, երբ որ դու հավասարության նշան ես դնում քո ռազմավարական դաշնակցի եւ նման կարգավիճակ չունեցող աշխարհաքաղաքական կենտրոնի միջև, դա նշանակում է դու քո ռազմավարական դաշնակցի նկատմամբ իջեցնում ես նշաձողը, հարաբերությունների։ Այս իշխանության համար Ռուսաստանը դադարել է լինել ռազմավարական դաշնակից։ Դրա համար պետք է սխալ է իրեն տեսակետը, որ ինքը բռնում է կոնկրետ արևմուտքի կողմը։ Եվ նաև գիտեք, այդ սիմվոլիկան էլ շատ այսպես հետաքրքիր է, որ ինքը այցելեց այսպես կոչված կոմունիզմի զոհերի այդ հուշակոթող, հա։ Սա էլ կարծում գիտեք, հատկապես անհասկանալի է Հայաստանի բարակում։ Այո, իհարկե, կոմունիստական իշխանության տարիներին եղել են ռեպրեսիաներ, ես կարծում ռեպրեսիաները այդ տարիներին աշխարհի շատ երկրներում են եղել, հա, ասենք Միացյալ Նահանգներում աֆրոամերիկացիների դեմ ա եղել չէ, այդ մոտեցումը սևամորթների աշխարհի շատ տարբեր կենտրոններում եղել է, բայց երբ որ դու լինելով Հայաստանի Հանրապետության ղեկավար ներկայացնում ես մի պետություն, որը իրապես տնտեսապես, գիտական, կրթական իմաստով շահել է այդ կոմունիզմի այդ 70 տարիներից, դեմոգրաֆիական բում ենք ունեցել, անվտանգության խնդիրներ չենք ունեցել, մի փոքր նաև անշնորհակալ գործ չի, կարծում համբավա ամրապնդում է։ Նիկոլ Փաշինյանը, գիտեք, ես կարծում եմ, որ չի կարողանա այսպես երկար շարունակել, նախ որովհետև կարծում ի վերջո Ռուսաստանում հասկացել են, որ այս մարդու հետ հնարավոր չի։ Ռուսաստանը այսպիսի մոտեցում ունի, չէ, անգամ վատ իշխանության հետ փորձել լեզու գտնել, աշխատել։ Իրենք վստահ են, որ ավանդական մոտեցումը աշխատում են բոլոր պետությունների հետ, այդ օրվա իշխանության։ Իրենք հասկացել են, որ սա այն վատ իշխանությունից էլ վատ է, որի հետ ուղղակի հնարավոր չի աշխատել, այսինքն սրանք մարդիկ են, ում հետ չի կարելի պայմանավորվել եւ կարծել, որ այդ պայմանավորվածությունները կպահվեն։ Այսինքն Փաշինյանը Մոսկվա այցելությունից առաջ գնաց Էստոնիա, որպեսզի Եվրոպային ինչ որ հավատարմության ժեստ ի ցույց դնի, գնաց ձեր նշած հուշարձանը, որպեսզի էլի ինչ որ հաճելին մատուցի, ցույց տա, որ իր գաղափարական մոտեցումները այլ են, քան օրինակ Ռուսաստանն է, ուր պատրաստվում է մեկնել մասնակցելու հաղթանակի զորահանդեսին։ Արևմուտքի կողմից Կայա Կալասի վերանով ուլտիմատում է հնչել, որ նրանք, ովքեր ցանկանում են Եվրամիության կազմում հայտնվել, այդ պետության ղեկավարները չպիտի մասնակցեն մայիսի 9-ի մոսկովյան շքերթին։ Եվ այո, համաձայն եմ ձեզ հետ, Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ից առաջ գնալով Էստոնիա փորձում է մեղմել իր Մոսկվա գնալը, բայց ախր խնդիրը նրանումն է, որ աշխարհի այդ խաղացողները, աշխարհակաղակական այդ կենտրոնի ներկայացուցիչները ԿՊԱ-կաններ չեն, Նիկոլի դժբախտությունը այդտեղ է։ Եթե նրանք լինեին ԿՊԱ-կաններ, պարտական լինեին Նիկոլ Փաշինյան, այդ ռուսերեն ասած տրյուկները գուցե նաև անցնեին, հնարքները գուցե նաև անցնեին։ Այդ մարդկանց մոտ չի անցնում, հստակ ամեն ինչ պարզ եւ Եվրոպայում եւ Արևմուտքում է դա երևալու, հա, որովհետեւ ոնց կարող ես դու գնալ
մասնակցել հարգանքի տուրք մատուցել այսպես կոչված կոմունիզմի զոհերի հուշակոթողի մոտ եւ հետո գնալ նույն կոմունիստների իշխանությամբ արձանագրված հաղթանակի տոնահանդեսին մասնակցել։ Սա Նիկոլ Փաշինյանի մոտ ակնհայտ է քաղաքական իմաստով, վաղուց կար, հիմա էլ փաստորեն ինքը վերահաստատում է, որ կա քաղաքական իմաստով անձի երկվություն։ Բայց այդ անձի երկվությունը ինքը գիտակցաբար է անում։ Ինքը հիմա տեսեք Թրամփի գալով Միացյալ Նահանգներում որպես նախագահ իրավիճակ է փոխվել, Փաշինյանի կարիքը չկա ուղղակի արևմուտքում մեծ իմաստով արևմուտքի գլխավոր այսպես դերակատար Միացյալ Նահանգների համար Նիկոլ Փաշինյանը ուղղակի պետք չի եւ Նիկոլ Փաշինյանի նման գործիչներ ընդհանրապես Միացյալ Նահանգներին պետք չեն Եվրոպային գուցե ինչ որ պահ պետք գան բայց ելի որպես մանրադրամ որտեվ Եվրոպան ինքն էլ Եվրամիությունը ինքն էլ Եվրամիության անդամ երկրները փորձում են լեզու գտնել Միացյալ Նահանգների հետ դուք տեսեք Մակրոնը ինչ հայտարարեց օրերս որ այո ինքը համաձայն է Տրամփի առաջարկետ ուկրաինական խնդրի լուծման մասով այնինչ շաբաթներ առաջ Մակրոնը ասում էր այ եթե Միացյալ Նահանգները չօգնի մենք կօգնենք Ուկրաինային հա որպեսզի շարունակվի պատերազմը այո շարունակվի պատերազմը եւ ռազմական տեխնիկայի եւ ֆինանսական առումով այսինքն Եվրոպան ինքն էլ փորձում է ադապտանալ փորձում է հարմարվել Միացյալ Նահանգներին որտեղ Միացյալ Նահանգներից պայմանները շատ խիստ են դրված Այս պարագայում Նիկոլ Փաշինյանի նման գործիչները որևէ մեկին պետք չեն, բայց ինքը նաև պետք չի Մոսկվայում։ Սա է խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը սա է դրել բարդ դրության առաջ, որտեղ ինքը նաև պետք չի Մոսկվայում էլ իր դիմակը ամբողջովին պատրված է։ Եվ խնդիրը կրկնվեմ նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք չի նաև Մոսկվայում։ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես որևէ մեկին պետք չի, նաև հարցումները եւ Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ նա պետք չի նաև հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին։ Եվ հիմա Փաշինյանը այդ աթոռին է ուղղակի զորբայության սկզբունքով։ Այո, պարադոքսը երևի դրանում է, ինչպես նաև էստոնացի լրագրողներ նկատել Արցախը կորցնելուց հետո Փաշինյանը դեռ շարունակում է մնալ իշխանության, հաշվի առնելով նաև մի շարք այլ հանգամանքներ, արդեն մեր ներքաղաքական, սոցիալական ծանր վիճակ, լարվածության աճ, գրեթե բոլոր ոլորտներում, այո, նրա վարկանիշը ցածր է, մարդիկ դժգոհ են, բողոքող ձայները ամեն օր ավելի բարձր են լսվում, բայց նա դեռ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն է։ Որն է պատճառը, ինչու է այդպես։ Տեսեք, նախ Արցախի կորստից հետո այդ լրագրող եթե ուսումնասիրած լիներ Փաշինյանի գործունեությունը հասկանալի կլիներ, սրա մասին կարծում եմ ձեր եթերում էլ խոսել ենք, որ Փաշինյանը մնացել է իշխանության, որովհետև ինքը հայ հանրության հետ վարվել է այնպես, ինչպես կվարվեին թշնամական երկրների ղեկավարներ, այսինքն օգտագործվել են լիուլի մանիպուլյացիոն գործիքներ, աշխատել են ժողովրդի պատերազմից հետո, պատերազմ տեսած ժողովրդի վախերի վրա եւ այդ այլ գործիքներ կիրառելով ինքը մնացել է իշխանության։ Այդտեղ ինչ որ տաղանդ չունի Փաշինյանը իշխանության մնալ կամ այնպես չէ որ ժողովուրդը շատ էր ուզում որ Նիկոլ Փաշինյանը մնա այդ ամեն ինչը օգտվել են բոլոր բաց տեղերից բաց նյարդերից օգտվել են ժողովրդի իսկ պատերազմից հետո ժողովուրդը շատ ավելի զգայուն եւ շատ ավելի փխրուն է արտաքին ազդեցության նկատմամբ Փաշինյանը ինչպես է մնում իշխանությունը, ասում եմ, զորբայության սկզբունքով, որովհետև քաղաքական ինքնասիրություն, հա, այս երկիրը գոնե մի տոկոսով սիրող մարդը ուղղակի կհեռանար պատերազմից անմիջապես հետո, եթե լավ չէր հասկացել, հիմա կհեռանար, Արցախի կորստից հետո կհեռանար, հա, հայաթափումից հետո։ Բայց չէ, մարդը իշխանությունը, իշխանական աթոռը պատկերացնում է իր անվտանգության միակ երաշխիք։ Տեսեք, հիմա Փաշինյանը շատ ավելի է կարճելու իշխանական աթոռից, որովհետև ինքը փաստորեն գնալու տեղ չունի։ Եթե նախկինում ուներ հովանավորներ, եթե նախկինում ասենք Բայդենի վարչակազմը այդ հավաքական արևմուտքը կարող էր ասել այո, դու Ռուսաստանին դուրս հանի տարածաշրջանից, հետո կորցնես իշխանությունը, մենք քո անվտանգությունը կապահովենք։ Հիմա ուղղակի ինքը հետաքրքիր չի, որովհետև Էրդողանն է հիմա Անկարա օրինակ, Անկարան ինքը իրենով առանձին խաղացող չի։ Փաշինյանը փորձում է առնվազն Թուրքիայի հովանավորությամբ իր կարծիքով փորձել զսպել Ադրբեջանին եւ ստանալ ինչ որ արդյունք այդ խաղաղության օրակարգ կոչվածում։ Իհարկե ինքը կարող է մտածել, որ կարող է Անկարա գնալ, բայց Նիկոլ Փաշինյանին ընդունողը
ինչ որ ծրագիր չէ պիտի իրականացնի, որ ինչ որ մեկ իրան երաշխիք տա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն ընդունողը պիտի կարողանա նաև իր անվտանգությունը ապահովել, պիտի կարողանա ռեսուրսներ դնել, այսինքն այդ իր քաղաքական ռեսուրսների հաշվին նաև այդ մարդուն իր երկրի տարածքում պահել։ Իսկ Անկարայի ինչին է պետք Նիկոլ Փաշինյանը այս պահին։ Հա, եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանի վերջնական կործանման, գուցե Անկարայում իրեն տան անվտանգության երաշխիքներ, բայց Թուրքիայի համար գլխավոր պայմանը չի իրականացվել, այսինքն այս պահին Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի։ Իսկ արտաքին մյուս խաղացողների համար ինքը ուղղակի հետաքրքիր չի, այսինքն ինքը չի կարող այս պահին իր համար, հատկապես այս պահին, իր համար միակ վայրը, որտեղ ինքը անվտանգ է, դա կառավարական ամառանոցն է եւ վարչապետի կարգավիճակը։ Իշխանական լծակները։ Այո, որտեղ այդ կարգավիճակը չունենա, այդ մարդը չի պատկերացնում իր ապագան, որովհետեւ ինքը գոնե լավ, դուք մեր հերոսատողները լավ չենք պատկերացնում, չէ՞ ինքը ինչ արել։ Ասենք դետալային չգիտենք։ Պատերազմի ժամանակ դրանց ինքը հո լավ գիտի ինքը ինչ արել։ Ինքը իր արարածից է վախենում, ինքն է վախենում։ Պատասխանատվությունից։ Որովհետև իշխանության կորուստը նշանակելու է, որ այդ ամեն ինչը բացվելու է։ Այդ ամեն ինչը դառնալու է հանրային, մարդիկ տեսնելու են, թե ինչպիսի դերակատարում է ունեցել Փաշինյանը։ Փաշինյանը ձեզանից եւ ինձանից լավ գիտի, ինչ մեծ դերակատարում ու ճակերտավոր վատ իմաստով ներդրում է ունեցել մեր այս շարունակական պարտություններում։ Եվ ինքը իրենից է վախենում առաջներդին։ Եվ գալով ներքաղաքական օրակարգերի, որտեղ ներողություն, որտեղ երբ որ ինքը իշխանությունը կորցնի, կարող է Փաշինյանի մեջ այդ 1% հայկականություն եթե մնացած լինի, քաղաքացի Փաշինյանը պատժի նախկին վարչապետ Փաշինյանին։ Դուք շատ լավատես եք։ Բայց կանք ներքաղաքական օրակարգերին, իմպիչմենտի գործընթացի կարծես թե սկիզբ է դրվում կամ առնվազն այդ նախաձեռնությունը որոշակի գործնական քայլի ստացվեց այն իմաստով, որ падգամավորներին ուղարկվել են նամակներ եւ առաջարկվում է իմպիչմենտի գործընթաց սկսել։ Եվ ինչ զարգացումներ կլինեն ձեր կարծիքով ու որքանով է իրատեսական այս փուլում այդ գործընթացը հաշվի առնելով այն հնարավորությունները, որ ունի խորհրդանական ընդդիմությունը, զուտ քանակական եթե վերցնենք, անհրաժեշտ է, որ իշխող խմբակցությունից առնվազն 20 падգամավոր, այսպես ասած, փոկվի ու միանա ընդդիմությանը։ Ռեալ է արդյոք։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միտքը այնքան պոպուլյար է, դա ոնց որ ինչ-որ քեֆ ուրախության ժամանակ ծնողների կենացը խմես։ Ասենք բոլորն էլ խմում են, չէ՞, բայց բոլորը չեն իրենց ծնողների նկատմամբ ստանձնած պարտավորությունը ունեցած ժառանգական պարտավորություններ իրականացնում։ Հա, թող Փաշինյանը չլինի, թող չլինի, հետո։ Բայց արդյոք այս գործողությունը բերելու է Փաշինյանի չլինելու։ Այդ օրինակ նախաձեռնությունը, որը երկու հոգուց է բաղկացած, չէ, եւ հանրային ուրիշ բան չենք տեսել, որ աջակցություն կա այդ մտքին, ոչ թե Փաշինյանի հեռացմանը իհարկե մեր հանրության մեծ մասը դեմ է ձևին աջակցության, որտեղ կարող է մանիպուլացվել այս խոսքը, ձևի մասին է խոսքը, որտեղ ձևը, տեսեք, մարդիկ լավ են հասկանում, չէ, ովքեր են քաղաքացիական պայմանագրում հիմա նստած։ Եթե այդ մարդիկ ունենային որոշակի, ասենք, ինքնուրույնություն, նրանք օրինակ չէին մասնակցի այն ամենին, ինչ կատարվեց իրենց թիմակից Հովիկ Աղազարյանի դեմ։ Դուք կարծում եք Հովիկ Աղազարյանի դեմ այս արշավին անգամ իրանց կամքին դեմ մասնակցած ԿՊԱ-ականները, որ իրանց թիմակիցներ, չէ, միջև վերջին պահն էլ Հովիկ Աղազարյանը, այսինքն Նիկոլ Փաշինյանի արևով էր երթվում, ասենք Տարոն Մարգարյանի իրեն զրկեցին անձեռնամխելությունից, բայց հերթ եկավ Տարոն Մարգարյանը, ինքը գնաց քվեարկեց կողմ, ոնց որ ԿՊ-ն։ Եվ այստեղ հարց է առաջում, լավ, այս մարդիկ գիտակցում են, չէ՞, ում այդ գործ ունեն։ Լավ, նախաձեռնողներից գոնե մեկը շատ լավ հասկանում է, չէ՞, որ գնացել է խորհրդարան, ինքը հիմա նամակով դիմել է մի падգամավորի, այնտեղ էլի падգամավորներ կան, որոնք սպառնում էին իր ականջը կտրել։ Հանցագործություն էին սպառնում իրականացնել։ Եվ մնացին անպատիժ։ Իրենք կարծում են, որ այդ մարդը օրինակ միանալու է, Անդրանիկ Քոչարյանը միանալու է, Լուլուն միանալու է։ Տեսեք, այդ մարդիկ ինչ են ասում, եթե հասարակական հանրային ճնշումը լինի այնքան մեծ, process-ը լինի խորհրդանում եւ խորհրդանից դուրս, impeachment-ը կհաջողվի։
Բա ինչի չկա այդ հանրային ճնշումը, ինչի չեն գեներացնում։ Այ դա հարց է։ Չէ, ասում են, չէ, օրինակ ասում են, այս մարդը վարկանիշ չունի, այն մարդը իրենք են, չէ, ասում, այս մարդը վարկանիշ չունի, այս մարդուն չեն վստահում, քաղաքական դաշտում ովքեր երևացող են, այդ մարդիկ թիրախավորել են։ Լավ, դուք ունեք վարկանիշ, բա ուր է այդ հանրային ճնշումը, դուք գեներացրեք։ Որովհետև իրանք լավ գիտեն, չէ, այդ երկու օգուց հետո անուն ոնց որ չի ավելացել։ Հանրային աջակցության չափը իրենց առաջարկի այդ շրջանակի մեջ է։ Բայց այստեղ միշտ երբ որ տեսնում ենք ինչ-որ գործողություն, պետք է երկու հարց տանք, հա, որն է նպատակը եւ ով է շահառուն։ Նպատակը ամենևին Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելը չէ։ Որն է։ Հիմա կասեմ, որովհետեւ այդ մարդիկ խելամիտ մարդիկ են, լավ գիտեն, որ քաղաքացիական պայմանագրում չկան այդպիսի մարդիկ հիմա որ միանան իմպիչմենտին։ 2 տասնյակ։ Երկու տասնյակ։ Երկրորդը ու քաղաքացիական պայմանագրի падգամավորները ես ձեզ ասեմ անգամ այդ իրենց ոչ այդքան բարոյական գործունեության մեջ անգամ բարոյական իրավունք ունեն չմիանալու։ Ասեմ ինչու, որտեվ դուք ինչ եք ասում երկու տասնյակ, որտեվ եթե ընդդիմության շարքերը, ասենք Իշխան Զաքարյանը օրինակ պատիվ ունեմից չանցներ Նիկոլ Փաշինյանի կողմը 20 падգամավոր պետք չէ լինի, պիտի 19 падգամավոր պետք լիներ, չէ՞։ Հիմա քաղաքացիական պայմանագրի падգամավորի վիճակը պատկերացրեք։ Իրեն դիմում են միանալ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտին մի քաղաքական շրջանակին հարող մարդիկ, որոնց շրջանակից падգամավորը անցել իրենց կողմը։ Հիմա դուք սրանով արդարացնում եք ԿՊԱ-ականներին։ Չեմ արդարացնում, ԿՊԱ-ականները ընդհանրապես պիտի խորհրդարան չմտնեին, իշխանության հավակնություն չունի։ Ես ասում եմ ԿՊԱ-ականները իրենց դիրքերից արդեն մի փոքր էլ բարոյական իրավունք ունեն չմիանալու, որտեվ եթե օրինակ դուք եկել եք ինձ առաջարկելու անել որևէ գործողություն եւ ձեր թիմակիցը չի մասնակցում, ավելին անցել է իմ կողմը։ Ես ինչ պիտի ձեզ միանամ ձեր նախաձեռնությանը։ Եվ թիրախը այդ մարդկանց ինչի համար է սա արվում։ Սա արվում է նախապես հայտարարվել է։ Ասվել է, որ չնայած падգամավորների կարծիքը չգիտեն մարդիկ, բայց ասել են իմպիչմենտին դեմ է երկու մարդ՝ Նիկոլ Փաշինյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն իրենց համար արդեն ասում են, մենք Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը գիտենք, որ չենք կարող լուծենք, բայց գոնե Ռոբերտ Քոչարյանի հարցը փորձենք լուծել ընդդիմության դաշտում։ Այսինքն թիրախավորում են տվյալ դեպքում Հայաստան դաշինքը։ Դուք չեք տեսնում դա, դուք տեսնում եք դա։ Բայց այս պատմությունը, այս իմպիչմենտի պատմությունը, որը իրականում ավելի շատ ընդդիմության մեջ աչոկներ, միավորներ հավաքելու, հա, ընդդիմության որևէ գործ չի թիրախավորելու նպատակ ունի, ինձ հիշեցնում է 2015 թվականի Նիկոլ Փաշինյանի կողմից Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախաձեռնությունը։ Այն ժամանակ հիշում եք, ձևավորվել էր այդ քաղաքական ուժերի քառյակը, հա, որը նպատակ էր դրել հասնել Սերժ Սարգսյանի հեռացմանը։ Խոսքը ՀԱԿ-ի, Բարգավաճ Հայաստանի խորհրդանում երկրորդ ուժ եւ Դաշնակցության, չէ, սկզբում Դաշնակցության հետ ժառանգության մասին։ Նիկոլ Փաշինյանը չմիացավ այդ նախաձեռնությանը, չնայած որ այսպես հայտարարում էր, որ ինքը ամենամոլի հակահանրապետականն է, այո, Սերժ Սարգսյանի իշխանության ընդդիմադիրն է, հա, բայց որպեսզի իր չմիանալը թաքցնի եւ հնարավորություն ստանա հարվածել այդ ընդդիմադիր միավորմանը, ինքը ասաց եկեք գնանք Սերժ Սարգսյանի իմպիչմենտին։ Ես նախաձեռնում եմ, իբր ինքը նախաձեռնեց, այդ այնտեղ դրեց 10, կարծեմ 15 մեղադրանքներ, որոնք պիտի քրեական գործեր դառնային, հիմա այդ դրա մասին նաև կարելի է խոսել։ Եվ ինչ էին ասում, Նիկոլ Փաշինյանը ինչ էր ասում, եթե ուզում եք, եթե դեմ եք Սերժ Սարգսյան, միացեք իմ նախաձեռնությանը։ Եվ այդ առիթը օգտագործելով ինքը անդադ խփում էր այդ ընդդիմադիր միավորմանը։ Հիմա այստեղ էլ ոչ թե նպատակ կա, ինչպես Նիկոլ Փաշինյանը 15 թվականին նպատակ չուներ Սերժ Սարգսյանին հեռացնելու, այնպես էլ այսօրվա նախաձեռնությունը ինձ հիշեցնում է նույն իրավիճակը, ոչ թե նպատակ, ընդ որում նպատակ անգամ չունեն ոչ թե չարամատորեն, որ չեն ուզում Նիկոլին հեռացնել, որովհետև իրանք լավ գիտեն, որ ԿՊ-ից իրանք նախաձեռնությանը միացող չի լինելու։ Անհնարինության մասին է խոսքը, այո, նաև։ Իրենք ասում են, լավ, եթե չի ստացվում Նիկոլին հեռացնել, եկեք ընդդիմության դաշտում։ Բայց տեսեք, մյուս կողմից հնարավոր է ասել, թե ինչպիսին կլինի այն հանրային ճնշումը, որի մասին խոսում են այդ ուժերը։ Որ հանրային ճնշումը։ Դե ասում են, process-ը թող սկսի խորհրդարանը, կլինի նաև փողոցը, կլինի ճնշում եւ դրա ուժով
ԿՊԱ-կան պատգամավորները տեղի պատկերացրեք, ես հայտարարում եմ, որ մի հատ գործընթաց կա, որը հանրային լայն աջակցություն է վայելում։ Հետո այդ գործընթացի առաջին միջոցառումն եմ անում։ Գոնե 10 հոգի տեղ հանրությունից մարդ չպիտի լիներ, հայտարարված է նախապես օրը, ժամը, տեղը, չէ՞։ Դուք տեսաք այնտեղ 10 հոգի գոնե 10 հոգի հանրություն, որ եկել ասում էր մենք աջակցում ենք։ Բայց սրա մասին չի խոսք, ասեք տպավորություն չլինի, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հնարավորություն կա, ինչ որ մարդիկ դեմ են դրան, չէ՞, այդպես չի։ Բայց ես այստեղ զարմանում եմ, անկեղծ եմ ասում, զարմանում եմ նաև գուցե ժամանակը գա խոսան նաև Հայաստան Դաշնքի падգամավորների վարքագծի վրա, ինչու որտեվ իրանք լավ գիտեն, չէ՞, ինչի մասին է այդ նախաձեռնությունը, որ իրանց թիրախավորելու մասին է, որ էլի պիտի վերադառնանք նրան, որ այս շրջանակները էլի հարում են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ինչու օրինակ Հայաստան խմբակցության падգամավորները շատ ուղիղ չեն խոսում, որովհետև իրենց հարող ուժերով ինչ որ նախաձեռնություն բերել, դա ոչ մի պատասխանատվություն չի ենթադրում։ Ես ենթադրում եմ, օրինակ կարող են, չէ, Հայաստան Դաշնքի падգամավորները ասել, քանի որ մենք գիտենք ովքեր են կանգնած այս process-ի հետևում, մենք առաջարկում ենք, որ այո, պարոն երրորդ նախագահ, քանի որ դուք եք այս ամեն ինչի հետևում կամ շահառուն, եկեք ձեր դեմքով այդ առաջարկ արեք, դուք առաջադրվեք որպես վարչապետի տեխնացուի վերջո։ Դե տեխնացուի հարցն էլ իդեպ լուծված չէ եւ ընթացակարգը այնպեսին է, որ պիտի նշվի տեխնացուն եւ նոր process-ը խորհրդանում մեկնարկի։ Բայց ինչ են ասում են տեխնացուի հարցը թողնում ենք բաց, այսինքն խորհրդանական ընդդիմությունը կարող է իր տեխնացուին առաջադրել։ Բայց խորհրդանական ընդդիմությունը եթե ուզենար այդ գործընթացը նախաձեռնել, ինքը կնախաձեռներ առանց որևէ մեկի միջամտության, չէ՞։ Բայց սա խորհրդանական ընդդիմության խոսելիքն է, ձեզ անկեղծ ասում, իրենք պիտի պատասխանեն։ Այսինքն դուք որտեղ ես վստահ եմ, որ խորհրդանական ընդդիմությունը, մասնավորապես Հայաստան Դաշնքը, շատ լավ հասկանում է այս գործընթացի դրդապատճառը, նպատակները, թիրախները։ Թող դուրս գան բարձ հստակ խոսեն, ասեն, մենք լավ հասկանում ենք դուք ինչ եք անում։ Այսինքն սա այն մանդատները դնելու օրակարգի պես մի բան է, երբ որ բոլորը հասկանում են, որ օրինակ մանդատները վայր դնելով խորհրդանը չի ծրվելու, բայց այդ խնդիրը մշտապես տևական ժամանակ քաղաքական դաշտում նետվում է, այսպես զարգացվում է, քննարկվում է։ Գիտեք, էլի մանդատները վայր դնելը խորհրդանը կծրի թե չէ, դա որոշելու է Նիկոլ Փաշինյան։ Ով գիտի Նիկոլ Փաշինյանն ինչ է մտածում, չէ՞։ Դե ասել էր, չէ՞, նա որ լինելու է խորհրդան աշխատելու է այդ նախավել։ Հա, ուզում ասեմ ուրիշ տեսակետ հայտնի չի եղել։ Հա, ուրիշ տեսակետ հայտնի չի եղել, ասեք այդ Նիկոլ Փաշինյանը կարող այդ մարդկանց ինչ-որ գաղտնի բաներ ասում թաքուն սենյակներում, բայց հրապարակային իրենք ասում են հետաքրքիր չէ, հրապարակային է օրինակները կան, որ տարբեր խորհրդարաններում ընդդիմությունը մանդատները վայր է դրել եւ խորհրդանը չի լուծարվել։ Դե տվյալ դեպքում մեր կարգավորումները այնպիսին են, որ մեծամասնությունը կարող է մնալ ու շարունակել աշխատել այս դեպքում։ Խնդիրը ախր նրանում է, որ մարդիկ քաղաքական որոշակի շրջանակներ ոչ թե փորձում են հանրության հետ աշխատել, հա, ընդհանուր այդ կոնսոլիդացնել հանրությանը, որը դեմ է Նիկոլ, իսկ հանրության մեծամասնությունն է դեմ Նիկոլ Փաշինյանին։ Նորից եմ ասում, Գյումրին, Փարաքարը դրանք լավագույն սոցհարցումներ են, որ ցույց են տվել, հանրության 65-70%-ը դեմ է այս մարդկանց։ Փոխանակ աշխատեն, հա, հիմա տեսեք, կա հանրության մի զանգված, որը, ասենք, չի կողմնորոշվում։ Թող մարդիկ այդ հանրության օրինակ առաջարկով հանդես գան, հա, ասեն մենք օրինակ այսպես ենք մտածում։ Այդ մարդիկ ուրիշ խնդիր են լուծում։ Ես էլ եմ ասում, այս իրավիճակը ինձ հիշեցնում է 2015-ի Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական մրցակցության ծիրում եք նայում այս process-ները։ Իհարկե, բայց մրցակցությունն էլ կա արդար մրցակցություն, կա մրցակցություն, որը, ասենք, չունի կարմիր գծեր։ Սա էլ պիտի արձանագրել է։ Եվ կա նաև իրավիճակ, որը օգուտ է Նիկոլ Փաշինյանին։ Հիմա այս իրավիճակը, երբ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ քաղաքացիական պայմանագրում որևէ մեկը տեղից չի շարժվի, ավելին օրինակ պատիվ ունեմից ինքը Իշխան Զաքարյանին տարել է իր կողմ, Հայաստան Դաշնքից ես վստահ չեմ, բայց գոնե տպավորությունն այդպեսին է, օրինակ Գեգամ Նազարյանը, որ հեռացվել է ֆրակցիայից, ինչ որ տարօրինակ հայտարարություններ է անում, որոնք տեղավորում են Նիկոլ Փաշինյանի թեզի շրջանակում, այսինքն Նիկոլ Փաշինյանը վստահ որ ու պլյուս ԿՊ-ին ինքը քրեական գործերով, ինչ որ կոռուպցիոն պատմություններով պահում է իր վերահսկողության, տակ ինքը կարծում կերազի որ անգամ նման նախաձեռնություն գա խորհրդարան։ Ու ձախողվի, հետո ասի։ Դե ձախողվելը հաստատ ձախողվել է, դա գոնե Նիկոլը գիտի,
կերազի, որ նման նախաձեռնություն գա խորհրդարան, նախ եթե որևէ լուրջ քաղաքական գործիչ համաձայնի այդ թղթի վրա իր անունը գրվի, այդ մարդը եւս թիրախ կդառնա, ես չգիտեմ ում են իրենք պատկերացնում, Տեխնացուն նկատի։ Տեխնացուն, այո, որովհետեւ ինչա գնալու է խորհրդարան, եթե գնաց, չի ընտրվելու եւ վերջ ավարտվելու է քաղաքական։ Հա, շոու ընդ որում օրինակ ԿՊԱ-ականները չեն բացառում կան, ասենք նիստերի դալիճ, փորձեն հայախառն խոսալ։ Լավ, հիշում եք Էդգար Ղազարյանի, երբ որ առաջադրեցին միբ տեխնացու, ոչ վարչապետի։ Ինչ տեղի ունեցավ։ Այսինքն հարցակվեցին այդ մարդու վրա, վերջին վիրավորանքներով, հայոյանքներով ու չտրեցին։ Եթե մարդկանց այդպեսի շոու է պետք, ես կարծում եմ դա նորմալ չի, դա նորմալ շոու չի։ Եթե մարդկանց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակն է հետաքրքիր, ապա այդտեղ շատ ավելի ուրիշ գործողություններ կան անելու։ Ընդ որում ես ձեզ ասեմ իմանալ, որ հանրության տրամադրությունն էլ դժվար է փոխել, որովհետև մարդիկ տեսեք, հաշվում են, որ 2026-ին տեղի ունենալու ընտրություններ։ Մարդիկ համարում են, որ կարող են գնալ ընտրատեղամաս իրենց քվեարկությամբ որոշել, որ Նիկոլ Փաշինյանը այլևս իշխանություն չի։ Եթե Նիկոլ Փաշինյանը գնա ընտրակեղծիքների, վստահ եմ, որ մարդիկ փողոց են դուրս գալու, հետընտրական process է լինելու։ Որն է մինչև 26 թիվը հասնելը Հայաստանը ամեն օր կորուստներ է ունենում, դիրքային կորուստներ, տարբեր խոստումների ձևով կորուստներ, Նիկոլ Փաշինյանի ստանձնած պարտավորությունների, որից մենք հավանաբար տեղյակ չենք կամ ամբողջ ծավալով տեղյակ չենք, այսինքն մինչև 26 թվին հասնելը ամեն օր Հայաստանի, այսպես ասենք, իմունիտետը էլ ավելի է նվազում։ Եվ առաջարկներ։ Եվ առաջարկները ժամ առաջ լուծել խնդիրը, հետևաբար ինչ ճանապարհներ կարող են լինել։ Ես դա եմ ասում, սա այդ ժամ առաջ լուծվող տարբերակը չի։ Որովհետև ի սկզբանե ձախողված է։ Եթե իրենք գիտեն ԿՊԱ-ականների, որոնք միանալու են իրենց նախաձեռնության, ոչ Արսեն Թորոսյանի նման լայվում պատռելու են այդ նամակը, դա ուրիշ բան։ Բայց ես չտեսա այդպիսի տրամադրվածություն իրենց խոսքում նաև նախաձեռնողների։ Այսինքն սա մարտահրավերը ստացվում է թե խորհրդարանական ընդդիմությանը ինչ որ բան ապացուցելու համար։ Սրա սկզբնական թիրախը խորհրդարանական ընդդիմությունն է, դուք իրենց խոսույթից չեք նկատել դա։ Այսինքն այստեղ ընդհանրապես հիմքում չկա դրված Նիկոլին հեռացնելու նպատակ, որտեղ իրենք հասկանում են դա անիրականանալի նպատակ է։ Այս ձևաչափով։ Իհարկե։ Որովհետև երբ որ ասում եք անիրականանալի, ստացվում է թե Փաշինյանը հավերժ է ու Չէ, Փաշինյանը հավերժ չի, բայց տեսեք, մարդիկ ինչ են ասում։ Ասում են Նիկոլ Փաշինյանը ընտրությունների ժամանակ կգնա ընտրակեղծիքների, Վահագն Հովակիմյանը կկեղծի։ Ասում են կկրկնվի 21 կկեղծի, թվերը կկեղծվեն, քաղաքացիները կվախենան գնալ քվեարկելու։ Պատկերացրեք, իրանք մտածում են, որ Նիկոլ Փաշինյանը կարողանալու է վերահսկել 3 միլիոն մարդու, բայց չի կարող վերահսկել, քանի հոգի են ԿՊԱ-ական պատգամավորներ, 71, 72, 72 չի կարող վերահսկել։ Այսինքն իրենք կարծում են քաղաքացիները, որոնք այս Փաշինյանի այս քաղաքականության տուժողներն են, նրանք կվախենան դեմ դուրս գալ Փաշինյան, բայց օրինակ ԿՊԱ-ական բան ինչ էր այդ աղջկա անունը, Լուսինե Բադալյանը, ասենք Վաղարշակ Հակոբյանը, Անդրանիկ Քոչարյանը, հա, Վահագն Ալեքսանյանը, Արթուր Հովանիսյանը, իրանք պատրաստ են։ Ոնց տրամաբանությունը այդտեղ ոնց է, եթե տրամաբանության շրջանակում սա բացատրել հնարավոր է, ասեք հասկանանք։ Հասկանալի մոտեցում է եւ ներքաղաքական օրակարգը շարունակելով արդեն որոշակի վերադասավորումներ տեսանելի են քաղաքական դաշտում, ընդդիմադիր դաշտում եւ նաեւ եթե դիտարկենք, հետևենք գործողություններին, ակտիվացում է նկատվում ուշագրավ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը ասուլիսից հետո նաև հանդիպումների տարբեր ձևաչափերով, տարբեր խմբերի երիտասարդների հետ մենք տեսնում ենք եւ նաև հնչում են հետաքրքիր ուղերձներ, մասնավորապես էլի ներքաղաքականի մասով նա խոսեց այն մասին, որ հնարավոր է միավորվել մեկ գաղափարի շուրջ, համագործակցել այդ մեկ գաղափարի շուրջ, բայց օրինակ ձևաչափը երբ 15-20 կուսակցություն բոլորը միասին ինչ որ process-ի մեջ են մտնում, արդյունավետ չէ։ Գյումրի ընտրությունները ապացուցել են այդ խոսքերի ճշմարտացիությունը։ Գյումրիում տարբեր ուժեր մասնակցեցին ընտրությունների, չէ,
ընտրություններից հետո 4 ընդդիմադիր ուժեր Մայրաստանը կոմունիստական կուսակցությունները ասեն Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը եւ Ռուբեն Մխիթարյանը միավորվեցին եւ ընտրեցին ընդդիմադիր քաղաքապետ։ Այնտեղ աշխատեց։ Այստեղ էլ աշխատել։ Այստեղ տեսեք սպეციფიკան այս մարդկանց տեսեք նաեւ այդ impeachment-ի այդ մնացած թիրախավորումների նպատակը որն է։ Իրանք լավ են հասկանում որ այն ուժերը, որոնք Հայաստանի ապագա զարգացումները տեսնում են հակառակ Նիկոլ Փաշինյանի պատկերացումների, աշխարհաքաղաքական իմաստով, տնտեսական, նաև բարոյական, հոգեբանական տեսանկյունից, այդ ուժերը ունեն մեծ հնարավորություն առաջիկա ընտրություններում առանձին մասնակցել, ստանալ իրենց քվեն եւ բարձր չէ, եթե ժողովուրդը ասենք կոնկրետ քվե տալիս այս արեալում գտնվող ուժերի ինքը դեմ չի լինի այդ ուժերի հետ ընտրական համագործակցությանը։ Եվ դրա համար թիրախավորվում են այդ ուժերը, որpիսի իրենք տեսնում են, որ իրենց հնարավորությունները պակասում են, որ անգամ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազման դեպքում իրենց վարկանիշը չի որ բարձրանում է։ Հիմա դիցուկ տեղի կունենա ասենք ընտրություններ։ Ես պատկերացնում եմ այսպես, որ իհարկե դեռ պարզ չի օրինակ Հայաստան դաշինքը ինչ տեսքով կմասնակցի, հա, Քոչարյանը առանձին կմասնակցի, դաշնակցությունը առանձին, բայց մասնակցելու են։ Հիմա ինչ տեսքով որ իրենք կմասնակցեն, առանձին ասենք կմասնակցի Մայր Հայաստանը, կմասնակցեն ենթադրաբար հանրապետական կուսակցությունը, հա, չնայած ինչքան էլ որ այսօր ասում են դեմ ենք, բայց իմ մոտ տպավորությունն է, որ իրենք դեմը լալով կողմ են ընտրություններին։ Կմասնակցեն էլի ուրիշ ուժեր, ասենք ենթադրում Ռուբեն Մխիթարյանը ինչ որ ձևով կփորձի մասնակցել, հա, եթե անհատապես մասնակցի։ Անուններ են քննարկվում, բայց հիմնական անունները սրանք են, ասենք Ռոբերտ Քոչարյան իր ընտրած ձևաչափով, դաշնակցություն արդեն էլի ձևաչափը այս բային իմ համար հստակ չի, Մայր Հայաստան, հանրապետական կուսակցություն, արևմտամետները կմասնակցեն, հա, կմասնակցի Նիկոլ Փաշինյանը, քաղաքացիական պայմանագրով կմասնակցեն էլի ինչ որ անհատներ, որոնց անունները հիմա քննարկվում են, բայց քանի որ իրանք չեն հայտարարել, ես ասացի այն ուժերի մասին, որոնք քաղաքական պրոցեսներում կան, չեն հայտարարել, կհայտարարեն, կտեսնենք։ Այս իրավիճակում, այս ունեցած տվյալների պարագայում հասկանալի է, որ իմ գնահատմամբ եւ կարծում էլի փորձագետներ այդ կարծիքին են։ Տոկոսներ իհարկե չեմ պատկերացնում ով ինչքան կստանա, բայց Հայաստան դաշինքը առանձին կամ միասնական կմասնակցի։ Մայր Հայաստանը Բարգավաճ Հայաստանը մոռացանք, Բարգավաճ Հայաստանը կստանա ենթադրաբար բոլորը միասին 50+%։ Այսինքն բազմաշերտ ընդդիմությունը կարծում եք ավելի շատ շանսեր ունի, քան որովհետև մարդիկ կան տարբեր ուժերից մեկ միավորով մասնակցող։ Եկեք հիշենք երկրորդ նախագահի ասուլիսը, որից սկսվեց բավական մեծ քննարկում, որովհետև մարդիկ կան պատրաստ են ընտրել ասենք այսինչ ուժին, բայց պատրաստ չեն ընտրել այդինչ ուժին, որը դաշինքիա այսինչ ուժի հետ։ Հասկանալի։ Եվ դա նորմալ է մարդկանց մոտեցումներում, այո, իրենք կարող են հետընտրական համագործակցությունը հասկանալ, որովհետև մարդը ընտրում է որևէ ուժ, այդ ուժը ներկայացված է խորհրդարանում, այսինքն իր ձայնը առանձին ներկայացված է խորհրդարանում, խորհրդարանի ներսում իր ձայնը ներկայացնող ուժը իրենց համաձայնությամբ համագործակցում է որևէ ուժի հետ կոնկրետ իշխանություն ձևավորելու համար։ Եթե իրենք դժգոհ կլինեն, այդ ուժը դիրքորոշում կարտահայտի, դուրս կգա կոալիցիայից, պահանջներ կներկայացնի, հա։ Դե հետընտրական կոալիցիաները դասական քաղաքական պրոցես են։ Եվ այս ամեն ինչը, որովհետև այն արեալը, որի ներկայացուցիչներն են այդ մարդիկ, ամենակիչ հնարավորությունները ունի հանրության վստահության այս մոդելին, այսպես ասենք, այս գաղափարին քննադատները մի բան են ասում, որ դա ուժեղացնում է Փաշինյանին։ Ինչպես։ Դրա շարունակությունը ասում են, թե չեն ասում։ Չի միավորվում, պարակտված է, դրանից շահում է Փաշինյանը։ Ոնց է ընդդիմությունը, այսինքն մարդը ունի աշխարհաքաղաքական, տնտեսական տարբերվող մոտեցում։ Մասնակցում ընտրություններ, ինչի Գյումրիում պարակտված էր ընդդիմությունը։ Եթե լսենք այդ մարդկանց, այո։ Բայց եթե արդյունքներին տեսնենք, ոչ, չէ։ Այսինքն արդյունքում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մարդը ընտրվեց քաղաքապետ։ Ինչի է պետք բոլորը միավորել միտեղ։ Հայաստանի ընդդիմադիր ու քաղաքական պատմությունը իդեպ ցույց է տալիս, որ նման միավորումները
Առնվազն արդյունք չեն գրանցել։ Միավորումները, եթե գաղափարական հենքի վրա են, դա շատ նորմալ է եւ դրական կողմեր ունի շատ ավելի շատ։ Եվ այդ փորձը եղավ, չէ, տարբեր ընդդիմադիր պայքարի տարբեր ժամանակահատվածներում հայրենիքի փրկության շարժումներ, դիմադրության շարժումներ, ինչ որ ձևով այդ ֆորմատը փորձարվեց ստեղծել եւ Ես ձեզ ասեմ, բայց այդ ֆորմատը, տեսեք, նախընտրական միշտ երբ որ չկան ընտրությունների արդյունքները, միավորումները դժվար են կամ ոչ ճիշտ պրոպորցիաներով են կազմվում։ Ասեմ ինչու, որովհետև ցանկացած ուժ, ասենք, կարող է գալ հայտարարել, որ ես ունեմ 15%։ Դու ոնց ես բանակցելու իր հետ միավորման շուրջ, ասենք, ցուցակը ինչպես է կազմվելու, հա, ով որ դիրքում է լինելու։ Հայտարարելով հետընտրական հիմքը լինի, պիտի Հիմա մարդը ասում է ես զգում եմ, ասենք, ես զգում եմ, հիմա մարդիկ ոնց են զգում, որ չնայած իրենք երկու հոգով են, բայց զգում են, որ հանրային աջակցություն կա, չէ՞։ Ասում մենք զգում ենք, ասենք, զգում ենք, որ մենք 15% ունենք։ Այդ մարդկանց հետ ընտրական քանի տոկոս ունես, ժողովուրդը քեզ ինչքան է վստահել, արդեն ամեն ինչ պարզ է, չէ՞։ Ըստ դրա դու արդեն ունենում ես հավակնություններ իշխանության ձևավորման գործընթացում։ Սրա մասին է խոսքը, այսինքն այդ առաջարկները ես էլի եմ ասում, երբ որ մենք հանում ենք այն, որ մարդկանց նպատակը այս պահին, իրանք վստահ եմ լավ են հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը այս ճանապարհով այս պահին հնարավոր չի հեռացնել։ Հանում ես այդ նպատակը, որ նպատակը Նիկոլ Փաշինյանը հեռացնելը չի, մնացածը ամեն ինչ տեղն է ակնում։ Նիկոլ Փաշինյանի նպատակը հանում էինք 15 թվականին Սերժ Սարգսյանի իմպիչմենտը չէր, մնացած ամեն բան տեղներ են գնում, այսինքն թիրախավորել հիմնական ընդդիմադիր ուժերին, ոչնչացնել նրանց եւ զբաղեցնել նրանց տեղը, ինչը արեց մինչեւ 17 թվականները։ Իհարկե իշխանության նաեւ աջակցությամբ օրվա, բայց ոչնչացվեցին հիմնական ընդդիմադիր ուժերը, հա, պերմանենտ այդ քարոզչությամբ եւ զբաղեցրեց իրենց դիրքը։ Բայց ես կարծում եմ հիմա հանրությունը շատ ավելի զգոն է եւ մարդիկ հասկանում են ինչը ինչի մասին է։ Այսինքն հիմա մարդիկ շատ ավելի քաղաքականացված են եւ դրանով է բացատրվում նաեւ այն, որ տասնյակ հազարների, 100 հազարների աջակցության մասին հայտարարվող նախաձեռնության առաջին միջոցառմանը 2 հոգի է լինում։ Շնորհակալ եմ զրույցի համար, հարցազրույցին սպասեք վաղը։